Անզորաբյան խնդրենք ներկայացնել վերջին տվյալները Միքայել Սրբազանի հետ կապված վիրահատությունից հետո իրավիճակը ոնց է։ Շնորհակալություն հարցի համար։ Միքայել Սրբազանի վիրահատությունը, ինչպես գիտեք, բարեհաջող է անցել, դե հիմա հետ վիրահատական գործընթացի մեջ է, այսպես ասած, դե որոշակի բնականաբար դժվարություններ կան, որը վստահ եմ շուտով կհաղթարվեն։ Խնամակալի խնդիրը Լուծվեց, այո, խնամակալի խնդիրը լուծվեց, ցավալի է, բայց Երևան կենտրոն քրեակատական հիմնարկի ղեկավարի վերաբերմունքը արդեն չի խոսում լավի մասին, որովհետև ցանկացած հարց փորձում են դժվարություններ ստեղծել, այսինքն տեղեկանք են ուզում, հետո տեղեկանք տրամադրում մեկատել են ուզում, հետո ասում են դա բնօրինակով բերեք, այս տիպի, ոնց ասեմ, ոչ բարձր մակարդակի քաշքշուկներ են առաջացնում, բայց այդ ամեն ինչը բնականաբար մենք արձանագրում ենք, այդ ամեն ինչի պատասխանել ապագայում պահանջելու ենք այդ անձանցից։ Իսկ նոր տարին հիվանդանոցում կդիմավորի Սրբազանը, թե արդեն մեդուսարանում։ Չեմ կարող ասել, բայց հավանաբար, որովհետև չեմ կարծում, որ այդքան շուտ ինքը կարողանա վերականգնվել, այնպես որ իմ կարծիքով հիվանդանոցում կլինի։ Բայց դա ես չեմ որոշում, դա երևի բժիշկները կորոշեն։ Կարևորը իր ոգին ամուր է եւ շատ ոգևորվել է նաեւ երեկվա այդ միջոցառումների շնորհավորանքներից, եւ մեր փաստաբաններն էլ մշտապես այցելում են եւ տեղեկացրել են նաեւ որոշ շնորհավորանքներ են փոխանցել, այդ առումով շատ ոգևորված էր։ Ու շնորհակալություն եւ ձեզ, որ ձեր աշխատանքի շնորհիվ նաեւ այս բաց թողումները պետական մարմնների հանրությունը իմանում է եւ դրանով էլ շատ հաճախ նաեւ հարցերը լուծում են։ Եթե հիվանդանոցի հետ կապված, վիրահատության հետ կապված եթե լրատվամիջոցների այդ ճնշումը չլիներ, վստահ եմ էլի ձգձգելու են եւ փորձելու են ուշացնել։ Ընդ որում ասեմ, որ վիրահատությունը որոշակի իմաստով բարդ է եղել, հաշվի առնելով, որ նաեւ ըստ բժիշկների ուշացրել էինք, այո, շատ ուշացած էր, այդ առումով նաեւ կարծում եմ այդ խնդիրը կար։ Շատ լավ։ Շատ լավ։